Առաջին նամակը Կորինթացիներին 14-րդ գլուխ։ Սիրո հետամուտ եղեք, նաև նախանձախնդիր եղեք հոգևոր պարգևներին, բայց ավելի շատ մարգարեությանը, որովհետև ով լեզուներ է խոսում, ոչ թե մարդկանց հետ է խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանա նրան, չնայած որ հոգու ազդեցությամբ խորհուրդներ է հայտնում։ Իսկ ով մարգարեանում է, մարդկանց հետ է խոսում, նրանց հավատն ամրապնդելու, մխիթարելու և սփոփելու համար։ Ով լեզուներ է խոսում, ինքն իրեն է ամրացնում, իսկ ով մարգարեանում է, եկեղեցին է ամրացնում։ Կուզենայի, որ դուք ամենքդ էլ լեզուներ խոսեիք, բայց նախընտրում եմ, որ մարգարեանաք, որովհետև ավելի լավ է նա, ով մարգարեանում է, քան նա, ով լեզուներ է խոսում, բացառությամբ այն դեպքի, եթե թարգմանվի, որպեսզի եկեղեցին ամրանա։ Այժմ, եղբայրներ, եթե գամ ձեզ մոտ լեզուներ խոսելով, ձեզ ինչով օգտակար կլինեմ, թե չխոսեմ կամ հայտնությամբ, կամ գիտությամբ, կամ մարգարեությամբ, կամ էլ ուսուցմամբ։ Որպես օրինակ վերցրեք երաժշտական անշունչ գործիքները, սրինգը կամ քնարը։ Եթե սրանք տարբեր հնչյուններ չարձակեն, ինչպես կիմացվի սրինգ են նվագում, թե քնար։ Կամ եթե շեփորը խառնաշփոթ ձայներ արձակի, ով պատերազմի կպատրաստվի։ Նույնպես և դուք, եթե լեզուների միջոցով հստակ խոսք չարտահայտեք, ինչպես կհասկացվի այն, ինչ ասվում է։ Այդ դեպքում օդի մեջ խոսած կլինեք։ Աշխարհում քանի տեսակ լեզուներ կան, բայց չկա ժողովուրդ, որ լեզու չունենա։ Արդ եթե չհասկանամ խոսքի իմաստը, օտար կլինեմ նրա համար, ով խոսում է ինձ հետ, ինչպես ինքն էլ ինձ։ Նույնպես և դուք, քանի որ նախանձախնդիր եք հոգևոր պարգևներին, ջանացեք հարստանալ այն շնորհներով, որոնք նպաստում են եկեղեցու ամրացմանը։ Հետևաբար, ով լեզուներ է խոսում, թող աղոթի, որ կարողանա նաև թարգմանել։ Եթե աղոթում եմ լեզվախոսությամբ, իմ հոգին է աղոթում, մինչդեռ միտքս մնում է անպտուղ։ Ուրեմն ինչ անել։ Կաղոթեմ և հոգով, կաղոթեմ և մտքով, սաղմոս կասեմ և հոգով, սաղմոս կասեմ և մտքով։ Այլապես եթե հոգով օրհնաբանես, նա, ով անտեղյակ մարդու վիճակում է, քո գոհաբանությանն ինչպես կասի ամեն, որովհետև ինչ որ դու ասում ես, նա չի հասկանա։ Դու կարող ես լավ գոհաբանություն մատուցել, բայց ընկերդ չի ամրանա։ Փառք Աստծու, ձեր բոլորից ավելի շատ լեզուներ եմ խոսում, բայց որպեսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, նախընտրում եմ եկեղեցու մեջ 5 խոսք ասել բանականությամբ, քան անթիվ անհամար խոսքեր լեզվախոսությամբ։ Եղբայրներ, երեխա մի եղեք դատողություն անելիս, այլ երեխա եղեք չարություն գործելիս, իսկ դատողություն անելիս չափահաս եղեք։ Օրենքի մեջ գրված է. օտար լեզուներով ու օտարների շուրթերով եմ խոսելու այդ ժողովրդի հետ, բայց ոչ էլ այդպես են լսելու ինձ։ Ուրեմն լեզուները նշան են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար, իսկ մարգարեությունը ոչ թե անհավատների, այլ հավատացյալների համար։ Ապա եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի և բոլորն էլ լեզուներ խոսեն, երբ անտեղյակ կամ անհավատ մարդիկ մտնեն այնտեղ, արդյոք չեն ասի, դուք գժվել եք։ Իսկ եթե բոլորն էլ մարգարեանան, և անհավատ կամ անտեղյակ մեկը մտնի այնտեղ, բոլորի կողմից կհանդիմանվի իր հանցանքների համար, բոլորի կողմից կքննվի, և նրա սրտի գաղտնիքներն ի հայտ կգան, ապա երեսն ի վայր ընկնելով կերկրպագի Աստծուն և կխոստովանի. արդարև Աստված ձեր մեջ է։ Արդ ինչ անել, եղբայրներ։ Երբ մեկտեղ հավաքվեք, եթե ձեզնից յուրաքանչյուրը սաղմոս ունենա կամ ուսուցում, կամ թե հայտնություն, լեզու կամ մեկնություն,
Այդ ամենը թող լինի շինության համար։ Լեզուներով խոսելու դեպքում, եթե 2 կամ ամենաշատը 3 հոգի են, մեկ առ մեկ թող խոսեն, մեկն էլ թարգմանի։ Իսկ եթե չլինի մեկը, որ թարգմանի, թող լուռ մնան եկեղեցում և իրենց մտքում խոսեն Աստծու հետ։ Բայց մարգարեները թող 2 կամ 3 հոգով խոսեն և մյուսները քննարկեն։ Իսկ եթե նստածներից մեկին հայտնություն տրվի, առաջին խոսողը թող լռի։ Բոլորդ էլ կարող եք մեկ առ մեկ մարգարեանալ, որպեսզի բոլորն էլ սովորեն և բոլորն էլ մխիթարվեն։ Մարգարեների ներշնչումները ենթարկվում են մարգարեներին, որովհետև Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության։ Կանայք բոլոր եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց թույլատրված չէ խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես և օրենքն է ասում։ Իսկ եթե ուզենան ինչ-որ բան սովորել, տանը իրենց ամուսիններին թող հարցնեն, քանի որ կնոջ համար անպատշաճ է եկեղեցում խոսելը։ Թե Աստծու խոսքը ձեզնից ելավ, կամ միայն ձեզ հասավ։ Եթե մեկը կարծում է, թե ինքը մարգարե կամ հոգևոր անձ է, թող իմանա, որ Տիրոջ պատվերն է այն, ինչ գրեցի ձեզ։ Իսկ եթե մեկն այն անտեսի, ինքն էլ կանտեսվի։ Հետևաբար, եղբայրներ, նախանձախնդիր եղեք մարգարեանալուն և մի արգելեք լեզուներով խոսելը, և ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և կարգ ու կանոնով թող լինի։